Ես չեմ խփում, դուք եք, ես չեմ խփում։ Պարոն Սուքյանյան, դուք չգիտեք, որ մի րոպե։ Շփոթվել եմ, ասել եմ, հայտարարություն եմ տարածել, եթե դուք սա, սա է, ձեր, լսեք, ձեր ինքնությունը սա է, թիվը շփոթված եմ ասել, չես տալիս հարց, ներողություն եմ խնդրել։ Արտադրություն մի քանի անգամ դուք ասում եք, որ Լսի, ներողություն եմ խնդրել, հեռացեք ստենից։ հանգիստ պահեցի։ Լսեք, չեմ տալի հարցազրույց, հեռու գնացեք։ Սա ազատ տարածք է։ Եղավ, շնորհակալություն։ Բայց այնուհանդերձ դուք Ասեմ հեռու գնա։ Դուք չեք ուզում այդ Ոչ։ Ինչու։ Գնացեք ստեղից, չեմ ուզում հարցազրույց ձեզ տամ, հեռու գնացեք։ Այսինքն Հեռու գնացեք, չեմ տալիս հարցազրույց։ Բայց շատ վատ տղա եք, շատ վատ։ Ու սա, լսեք, ես հիմա, լսեք, դուք շատ վատ մարդ եք, 100 անգամ ասում եմ, դուք ձերն եք անում, որտև դուք փող եք աշխատում ձեր, լսում եք, ձեր YouTube-ներով ուզում եք շատ մարդ նայի, բայց ես ձեզ մարդկային ասի, շփոթվել եմ, դուք նորից, դուք այլ հարց չեք տալի, լռեք։ Դուք հարցազրույցում մի քանի անգամ ընդունում եք։ Որտև շփոթված էր ուղեղից մեջ ասում էի դա, որտև կիսել էի ես, երբ որ եղել էր պայթունի դեպքը, այդ 400 քանիսն էր մեջ, պայտակ այդ 210-ով 10 ասեցի, սա է եղել, որտև ես ուզում էի ասեի, որ ենքանը չեն զովել, մարդիկ պայթունից էլ են զովել, բայց մարդ եմ, ուղեղից մեջ այդ թիվն էր եղել, տեն շփոթված ասեցի, ներողություն եմ խնդրել, լավ անհարմար չի։ Հիմա սահունակ ձևը ասում եմ, ոչ շփոթվել եմ, ներողություն եմ խնդրել, որովհետև մարդ ես ուղեղից մի թիվ է լինում, պատահաբար դա ես հայտարարում, որովհետև իհարկե ես առաջի 11 հոգին եմ հիշում, որ ազգային անվտանգության տղեկը մահացավ, մոտս այդ տպավորությունը բան եղավ, այս է եղել, հիմա ինչ եք ուզում, մարդ եմ չեմ, այս տարիքի ներողություն, ես երեք ներողություն եմ խնդրում, երեք ես ներողություն խնդրեցի, հրապարակեցի, որտես մեքենայի մեջ եմ հիշե, ասի, բայց մի րոպե 10 ասեցի, ու տենց գնաց, ասի, զանգեցի մեր տղաներին, ասի, մեկ ճշտեք, ոնց որ ընդեր սխալ թիվ եմ ասել։ Այս սա եղել պատմություն, ասի, հայտարարություն անենք, ներողություն խնդրենք, մեր եղբայրներն են, մեր քույրերն, ինչի մասին է խոսքը։ Մարդ ես, ուղեղիդ մեջ այդ թիվն է եղել, դա ես ասում։ Հիմա սա դարձնել ինչ։ Ես այն դեպքում, երբ որ երեք ասել եմ, հայտարարությամբ հանդես եմ եկել, անհարմար է, ուղղակի սա է, սա մեր ինքնությունն է, իրականությունն է, ինչ ճիշտ հասկացեք, մեկը չկար որ ասել, բա ինչի տենց է, սա լավ սա ձև է։ Դրա համար ենք մոտեցել, պարոն։ Չէ, բայց լսեք, ես ասեցի հայտարարությամբ հանդես եմ եկել։ Վերջ, ինչ էր եղել, հայտարարությամբ հանդես եք ասի, ներողություն եմ խնդրում, խոնարհվում եմ զոհերի առջև։ Ինչ ասեմ ուրիշ, մարդը շփոթվել է, լսեք, կա մարդ, որ չի շփոթվում։ Ամեն դեպքում այդ ատելությունը գեներացում է արցախցիների նկատմամբ։ Ես երեք այդ հարցին ներողություն, դուք տեսել եք իմ հարցազրույցը ամբողջությամբ, այդ հարցին պատասխանել եմ, բայց ինձ սա դուր չի գալ, ես ոչ մեկի գերին չեմ, հիմա չի կարա այս ընկերը երիտասարդ, իմ փորձի, իմ կյանքի, իմ պատկերացումների, իմ մարդկային որակների վրա ազդի չի կարա, սա, լսեք, ինձ լսեք, ես շատ լավ ամեն օր կարդում եմ, ամեն ինչից տեղյակ եմ, այս մարդիկ ովքեր որ YouTube-յան այդ տառապում են դրանով, իրենց համար թքած ունեն Հայաստանի Հանրապետության ապագան, Հայաստանի Հանրապետության շահը, չկա այդպիսի բան, խնդիրը ինչումն է, մարդ ուզում է, որ իր մոտ շատ մարդ նայի, մարդ ուզում է, որ դրանից որոշակի եկամուտ ստանա, սա ես չեմ կարծում, լրագրությունը ուրիշ բան է, դա ուրիշ բան է, ես հասկանում եմ դրանք նոր գործիքներ են, նոր, այս պահի գործիքներ են, մարդիկ այդ գործիքներից են օգտվում Եվ պատական մարդիկեր են օգտվում, որոնք որ կրթություն չունեն, որոնք որ այդ մասնագիտական առավելությունը չունեն որպես լրագրող։ Բայց լրագրողը դա մի ուրիշ որակ պետք է լինի։ Լրագրողը ուրիշ պետք է գիտակցություն ունենա, ուրիշ կրթվածության աստիճան։ Ուրիշ ձև պետք է, ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում։ Ներողություն մի վարքան, թողեք միջև վերջ ասեմ։ Լրագրողը պետք է այդ միջավայրը ճիշտ գնահատի, ճիշտ հասկանա։ Խոսքը սրա մասն է։ Հիմա մարդը տեսեք, Սուքիասյան երեք, ես ինչն ասեմ, հարցակում ասեմ, ոչ չեմ տալիս,
Դուք օրինակ սա նորմալ եք համարում։ Հիմա լսեք, նշանակում է, որ ինքը իր երիտասարդ հալով իմ ամբողջ կյանքը ես անցել եմ ոչ մի ներողություն, լսեք ուշադիր։ Ես թեման չեմ փոխում, ես պատասխանեցի։ Չեմ դնում, որովհետև եթե շատ եք ուզում իմանալ, ես տեխնիկական միջոցներ չունեմ, որ ազգային ժողովի ճեպազրույցները իմ մոտ դնեմ։ Ապրեք, շնորհակալություն։ Ես հիմա ներողություն եմ խնդրում մի բան, լսեք ինձ ուշ, դուք լռեք, ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Լռեք, չեմ տալիս հարցազրույց ձեզ։ Լսեք, ես էլ եմ սկզբում կայք։ Դու ոչ մի ձեր որովհետև ձեզ պայք, ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Թիրախային հարց ես ձեզ եմ տալու, դուք ոնց եք գումար վաստակում։ YouTube-ներով։ Լսեք, ի՞նչն է գրանցված։ Գրանցվածը որ եկամուտ եք ստանում, որտեղ ձեզ ի՞նչ է պետք։ Սկանդալապետ որ եկամուտ ունենաք։ Ես բոլորիցը չոր։ Լսեք, դուք եք շեղվում, դուք լսեք, դուք ձեր նոր Բերեք ինձ սուտ եք խոսում, սուտ խոսեցիք, սուտ լսեք, որովհետև նորից եմ ասում, լսեք ուշադիր ինձ։ Հայերեն գիտեք, թե գերմաներեն եք, ինչ լեզվով եք խոսում։ Ձեզ ասում տպավորվել էր ուղեղից, մեկ այդ թիվ, դրամոր է ասում, սխալ եք խոսում, որովհետև այլ թիվ եք տպավորված։ Հարցը լսելու ինձ ասում եք հարցազրույց չեմ տալիս։ Դուք չեմ տալիս ձեզ հարցազրույց, չեմ տալու, որովհետև դուք լսեք, դուք դրանով ուզում եք գումար վաստակեք։ Մնացածի վրա ցկացում եք երկրի վրա, երկրի պաշտպանականության վրա, ամեն ինչի վրա։ Դուք որտեղ եք տեսակն եք։ Ձեզ ասեք, ինչ եք ուզում, ասեք ես պատասխանեմ։